Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այդ պարագայում ավելի շատ մարդկանց թող ընդունեն, էլի, ասենք գոնե մի 7 հոգու ընդունեն, շատ լավ, ավելի ցանկալի կլիներ, որ շատ լավ, այստեղ սպասում են, ավելի լավ է, չէ, ներսը թող ճշտեն ինչ են ասելու, Ում եկել ով է գալի, ներքևի վերևից իջնող թե մենք հիմա պահանջում ենք աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանին, թող իջնի, որովհետև քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ նամակ են ուղղել աշխատակազմի ղեկավարին, ընդեղից էլ մեզ պատասխանում են քաղաքապետարանը պատասխանում է, որ համբերեք, սպասեք, գումարի չափը մեծ է, մենք դա հասկանում ենք, մենք չէ, ուզում ենք իրավական հիմք ունենա մեր այս ամեն ինչը, թող թղթի վրա գրավոր ներկայացնեն մեզ, իրանք ինչ ժամկետներ են մեզ ասում, գրավոր հիմք ունենա, որ հաջորդ անգամ չասեն նման խոսակցություն չի եղել, սենց չի եղել, նենց չի եղել, թող իրանք հանգիստ գան մեզ գրավոր, հիմա հրատապա իջնում են, թող իջնում Ավինյանի կամ քաղաքապետի հետ, սակայն այլ պաշտոնյան ունեց ավելի ցածր պաշտոնով։ Հիմա այստեղ պահանջում եք աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանին, հանդիպի, ինչպես քաղաքապետարան ավելի ցածր պաշտոնյա պատրաստ եք։ Դե հիմա տեսնենք հանդիպի նենց մի մարդ, որ գործից նախ տեղյակ լինի, որ չդնենք նորից սկզբից 0-ից կանք հասնենք այդ կետին, որ շենքը փլվում է գլխներից, հիմա էդ է ամբողջ խնդիրը, որ իրանք է շատ լավ գիտեն, այս ամեն ինչը հիմա, որ մենք այսքան ասում ենք, իրանք բոլորը շատ ակտիվ հետևում են, նայում են, հստակ գիտեն, 1000 ու մի տեսանյութեր կա, դրա հետ կապված։ Երևի մի ամիս առաջ մոտավորապես, տեղեկացված են բոլորը, հիմա մեր պահանջը մեկն է, թող իջնի աշխատակազմի ղեկավարը ու մեզ հստակ գրավոր որոշում տա, պահանջը էդ է, որ գրավոր որոշում տան, իրավական հիմք ունենա մեր այս ամեն ինչը։ Երկու բառ ես ասեմ, եթե կարճ կոնկրետ ասենք, պարոն Ավինյանը նախընտրական խոստում տվե Վարդաշենի բնակիչներին 2023 թվականին, որ 1.5 տարվա ընթացքում իրենց տեղափոխելու են այդ շենքերից։ 1.5 տարին տվյալ տարվա փետրվարին լրացել է, հիմա այս մարդիկ իրենց տրված խոստման հետևից են գնում, հիմա նոր իրենց ներկայացնում են ինչ-որ բարդություններ խնդրի հետ, որ հնարավոր չի դա անել, հիմա հնարավոր չի, 2 տարի հետո հնարավոր եւ այլ։ Այսինքն մարդիկ խոստում են տվել, ասել են ասեք կանենք, մարդիկ ասել են ձայն են տվել ՔՊ-ին, այսօր այս մարդիկ այդ խոստումը չեն կարող, խոստմանը տեր ոչ մեկ չի կանգնում։ Քաղաքապետարանից իրանց ուղարկում են կառավարությունից քաղաքապետարան, որտեղ այդ հանրակացանի շենքերը մեկը համայնքապատկան է, իսկ մեկը պետական գույք է, այսինքն կառավարության լուծման հարց է։ Սա է խնդիրը ամբողջ։ Որպես ավականության անդամ, դուք տեղյակ եք բյուջեում այդքան գումար կա կամ որտեղից կարելի է այս 1000 անգամ ավել գումար կա, հարցն է, որ այդ բյուջեն պետքա ճիշտ բաշխվի, այլ տեղերի ծախսերից պետքա հատկացվի, ոչ մեկ չի ասում, որ միանգամից պետքա լուծվի, բայց գոնե ամեն երամսյակի բյուջեի մեջ կարող է նախատեսեն գոնե 5 բնակարանի բնակչի հարց լուծվի, գումարներ կան, այո, իհարկե կան։